Որ բան ասել ու ծլկել դահլիճից, չեմպիոն են, չեմպիոն, Գառնիկը Դանիելյան գալիս ասում է, հայոյում եք, թքում եք, եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով, խմբակցության ղեկավարից հետ բռնած, ասենք դրա մաստեր սպորտ են, եկել ես ինչից ես խոսում, 7 տարիա մեզ սադրում են, 7 տարի վիրավորում են գնում հետևներից ես, էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ զիբիլի վրի կատուներով, Ղարաբաղից բերած, էլ տարբեր տեղերից փող վեկալած ոչնչություններով, 7 տարի, բանա դեպք չելենք, միտեղ մեկը ասելա սրա ակաժները կկտրեմ, մեկ էլ միտեղ մի հատ դավաճան սրիկա, որ իր տղաներին փախցրելա, որ հանգարցակի բանակում չծառայեն 4 տղա ունի Հայաստանում ապրում է, մեկը թքելա վրեն, այ քեզ բան, հələ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, մենք դրա համար պատասխանատվություն ենք վերցնում, ձեր զերո պատասխանատվություն մի օր Վազգեն Մանուկյանին կբերենք սենց դատարկ բաժակի պես կդնենք, մի օր Սրբազանին կբերենք, որը իդեպ նենց չի, որ բավականին հետաքրքիր բառապաշար ունի, հա, այն գլխից ձունգայից բռնած, թե չգիտեմ, ինչի չէին նեղանում շրթունքներից եւ գլխից ձունգայից, երևի հարմար չէին նեղանում, հիմա եկել են այստեղ բոլորը սուրբ են խաղում, են Մամիջանյան Հայկը, նախ լավա որ մեկ գոնե գալիս են իմանում ենք տենց խմբակցություն կա, չէ, ոչ գալիս հարց են տա, դե մենք չենք իջնում իրանց մակարդակին, խոսում են վարչապետ, խոսալու ձևից, ասենք, չգիտեմ, թող իրա մի հատ իրա շեֆի են բան այն, որ կոշիկ էր շպրտում, ապակի էր ջարդում, մարդկա տենց է խոսում, մարդկա րոպե մեկ գալիս աստեղ, չեմ ուզում այդ բառը ասեմ ումից Աստված էր ես թեքել, գիտեք ումից Աստված էր ես թեքել, այդ ոչի մեջ է խոսում, գիտենք քաղաքական գործիչ է, մարդ էլ կա, իր ուսխորտի ղեկավարին է ուզում անընդհատ նմանվի, չի հասկանում, որ մնացած բոլորը ուզում են հանգարց իրանց ուսխորտի ղեկավարին ոչ մեկ չնմանվի, ինքն էլ գիտենք քաղաքական գործիչ է, մեկ էլ սենց անում, մտածելու տպավորություն է թողում, դուք նվեր եք, բա ամենացի ծաղալուն, գալիս է, Տիկին Տյուրեղյանը, KP-ի գալիս խոսում է, ու ամենացի ծաղալում գիտեք որն է, 0 ձեն են կարում համարեն, հավաքեն, իրանք ձեն չեն կարում հավաքեն, KP-ն պարտություն կրեց ես ինչ տեղը, դուք մերից ինչ գործ ունեք, միտեղ երկրորդ տեղն ենք բռնե, միտեղ առաջի տեղն ենք բռնե, դուք կարում եք մասնակցեք ընտրությունը, ես չեմ հասկանում, իրենք չեն կարում մասնակցեն այդ ընտրությունը, գայս մնացածի գնահատականն են տալի, այո հաղթարշավը շարունակվում է, դուք այդ հաղթարշավի հետ ինչ կապ ունեք, դուք իրար մեջ որոշեք ձեր մեջից ով է ում իշխանություն տվել, բայց իրականում թաքցրեք այն իրական պատճառը, այն խանդը, այն նենգությունը, որ ձեր մեջ կա ու ծակել է, կամ ասենք են, որ խոսում են, ասում են, բանա, իսկ անդերը ստեղ չկիրառեցիք, ընդեղ չկիրառեցիք, բա ԱՏՍ-ները, բա 30 տարի առներ շեֆըդ այդ ԱՏՍ-ները, բա 80-ականների զենքերով խինք, 80 թվականներին ԱԹՍ չկար, բա այդ չի կոնսերվը հայո, կոնսերվի բանկեկով, բա առնեիք, մենք բանակին ձեր չենք տվեք, կամ այդ որ ասում եք սուերը բերել եք, այդ կարող է տենց մենք նստել ենք, մենյուն բացել ենք, նայել ենք, ասել ենք մի հատ ինչ վերցնենք, ձեր զինվորականներն են բան արել խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են մեզ Էս է պետք, կամ մեզ այն է պետք, կամ ցեղասպանությունը ով է ուրանում, հարցնում է Քրիստինեն Վարդան, ձեր առաջնահերթությունը ո՞րն է, մեր առաջնահերթությունը, որ ցեղասպանություն չլինի, ցեղասպանություն այլևս չլինի, մեր առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է, ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որտեղ դուք ողբի վրա կարող եք կառուցել ձեր գոյությունը, չկա ողբ, չկա այն վտանգը, որը որ մենք փորձում ենք նվազեցնել, չկաք դուք, չկաք, ոնց որ հիմա դահլիճում չկաք եւ քաղաքական դաշտում չկաք։ Չգիտեմ էլ ինչ ասեմ ձեզ, ուղղակի ցավալի է, որ այնքան քաղաքական գործիչ չեք, որ ձեզ ինչ որ արդարացումներ եք գտնում, ոչ կարողանում եք օրենք առաջարկեք, ոչ կարողանում եք հարց տալ կառավարությանը, ոչ կարողանում եք դահլիճում նստել, ոչ էլ կարողանում եք իրար մեջ յոլա գնալ։ Որպես ընդդիմությունը իշխանության մի մասն է, ինչ է կարել, Տիկին Գալստյան, պարոն Նազարյան, պարոն Օհանյան, հա, պարոն Դանիելյան, ինչ է կարել, ձեր խոստվածից, մենք ինչը չենք կարել, դուք մեզ մեղադրեցիք, հիմա ես ձեզ եմ այդ հարցը ուղղում, լավ, ինչևից է, Տիկին Կյուրեղան, ես շատ եմ սիրում, որ Տիկին Կյուրեղանը ելույթ է ունենում, որտեղ իր ելույթները միշտ համեմված են մի անիմաստ բանով,
հիմնականում ասում է վերջում եւ գնում է որ հանկարծակի իրեն չպատասխանեն, բայց ես այնուամենայնիվ զարմացած եմ, որ Տիկին Գյուրեգյանը հարց է տալիս առողջապահության նախարարին, ասում է, «Բա եթե բժիշկը պրինտեր չունի կամ համակարգչով չի կարող օգտվել, ուրեմն այդ բժիշկը պետք է բժշկությամբ չզբաղվի, եթե 2024 թվականին ինքը չի կարողանում համակարգչից օգտվել»։ Դա լուրջ խնդրեմ է, ուրեմն ինքը բժիշկ չի, եթե 2024 թվականին տես բան կա։ Կամ ասում է, մեր Բաքվում ինչ էին անում այդ ասածներին պարոն Միրզոյանին արձագանքելով, կարամ հիշացնեմ ինչ էին անում, գլուխը խփում էին զուգահեռնակոնքին, որ մեռնի։ Հիմնականում դաշնակցականի հետ է տես դեպքերը։ Բա դրա մասին։ Գեգամ Մանուկյանը ասում է, զինվորականները տարբեր շորերով են, դրանից մի քանի նախադասություն առաջ ասում է 5000 հոգուց 2000 քանիսն են հանձնել եւ այլն։ Բա դրա համար չեն կարողանում հանձնել։ Բայց բարեփոխումները հենց դրա մասին է։ Բայց ով ասեց, որ այդ բարեփոխումները, այդ քննությունը նրա համար է, որ 5000-ից 5000-ը հանձնեն։ Այդ դրա դենց հլեր չեն կանի այդ ամեն ինչը։ Աննա Գրիգորյանը ասում է հապկին է պաշտպանում, բայց այդ հապկի այդ պաշտպանելու ժամանակ, բայց այդ որ մեղադրում եք, ասում եք մտել է այսինչ տեղը, բա հապկին խի չեք ասում, որ դա հապկի տարածքն է։ Ասում եք, դուք պրոռուսական ընդդիմություն եք, ես կարամ ուրիշ բան ձեզնից մեջ բերեմ, երբ որ մեջ եք բերում իմ կամ պարոն Հովհաննիսյանի կողմից բռնությանը մոտ ինչ-որ բաներ, բա գնացել եք 10 հոգի Երևանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք ստեղ, դաշնակցականին ծեծով սպանած մարդու ցուցակով եկել եք ստեղ, ինձ կամ որևիցե մեկին մի կամ երկու ասած անզգուշ խոսքի համար մեղադրում եք, բարոյականությունից եք խոսում, 2 տարվա մեջ 3 քաղաքական ուժ եք փոխել, 2 տարվա մեջ 3 քաղաքական ուժ եք փոխել, նենց որ ով խոսա, դուք ձև արեք, որ չեք լսում։ Արծվիկ Մինասյանը ասում է, տարածքն էլ հանձնել, բան, ով է խոսում դա, մեռա, որտե գնում եմ, որտե կամերա եմ տնում, գնում մոտիկամ, ասում Ժորժ ջան, տենց բան չկա, ասում չի կարելի, օրենքը արգելում է, բացատրում եմ, ասում եմ, էլի գալիս են իրանց նարատիվը, փորձում են տարածքներ հանձնելու, ոչ մեկ չի կարա Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրից տարածք հանձնի, ոչ մեկ դա չի քննարկվում։ Այդ հապկին, որ պաշտպանում եք կամ Ռուսաստանի հետ հարաբերություններից եք խոսում, տեսել եք ինչ է ասում, մեկդ վեր կացեք, խնդրում եմ հայ եք, վեր կացեք, ասեք, ասում է Ռուսաստանի ներկայացուցիչը ասում է կոչ ենք անում Բաքվին եւ Երևանին այդ ագրեսիվ ռետորաբանությունը նվազեցնել։ Դուք սաղորը մեզ մեղադրում եք հակառակի մեջ, վերակենում մեր ու Բաքվի միջև հավասարության նշան է դնում։ Բա վեր կացեք, դա իշխանության հարց չի։ Վեր կացեք, ասեք, «Էս ինչ ես ասում»։ Վեր կացեք, ասեք, ինչ եք ասում։ Տենց բան կա։ Մենք խաղաղության խաչմերուկ, էլ անդադ խաղաղություն, ասում եմ, մեկն ու մեկը ռիսկ չի անում բանացի։